Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի 12-րդ օրը Դավթաշեն վարչական շրջանում են։ Պատգամավորի թեկնածուները շրջում են փողոցներում, բակերում, շփվում քաղաքացիների հետ, ներկայացնելով նախընտրական ծրագիրն ու ընտրվելու դեպքում առաջնային քայլերը։ Մենք միասնական ջանքերով պետք է կյանքի կոչենք հայկական օրակարգը եւ մերժենք ադրբեջանական ծրագրերը։ Մարդիկ ավտոմեքենաների ազդանշաններով են ողջունում կուսակցության անդամներին, իսկ շենքերի պատշգամբներից ու պատուհաններից քաջալերում են նրանց հաջողություն մաղթում հունիսի 7-ին։ Առաջարկ Հայաստանին ծրագրում Երևանի զարգացմանը վերաբերող հսկայական հատված կա։ Անդրանիկ Թևանյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ այնինչ առաջարկում են ընտրվելու դեպքում կյանքի են կոչելու կարճ ժամանակում։ Մենք առաջարկում ենք Երևանում նախ վերջ դնել այս անհիմն թանկացումներին, դա առաջինը, երկրորդը մարդկանց համար ապահովել արժանապատիվ եւ մատչելի կյանք Երևանում, կյանքը թանկացել է, դա գույք հարկին է վերաբերում աղբահանության վճարներին, բոլոր մյուս ծառայությունների, նույնիսկ կարմիր կետագծերի թանկացումը տարեկան 13 անգամ լրիվ անհիմն է եւ բացի այդ մարդկանց կյանքի հարաբերության հետ կապված խնդիրներ կան։ Ցուցակի երրորդ համար Լույզա Սարգսյանը բարձր է գնահատում նախորդ օրերի հանդիպումները, առանձնացնում հատկապես կանանց ակտիվությունը, նրանց համարձակությունը։ Նկատում է, օրեցօր ավելանում է իրենց համակիրների թիվը եւ քաղաքացիներին ուղղված ամենակարևոր կոչը հետեւյալն է։ Սիրելի կանայք, ամսի 7-ին գնացեք ընտրատեղամաս, կատարեք ձեր ընտրությունը, որպեսզի ադրբեջանցին չապրի մեր տանը, որպեսզի չպղծվի եռաբլուրը, որպեսզի Երևանը չկոչվի Երևան, իսկ Վարդենիսը Բասարգեչար։ Գնացեք ընտրատեղամաս, որ մենք ապրենք Հայաստանում եւ ոչ թե Արևմտյան Ադրբեջանում։ Հայաստանում ատելության մթնոլորտը ամեն օր նոր երանգ է ստանում։ Արման Աբովյանն անընդունելի է համարել ատելության խոսքն ու ժողովրդին պառակտելու դրսևորումները։ Բերում են, հասցնում են միտումնավոր երկիրը քաղաքացիական բախումների։ Աբսուրդ է։ Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը, մեր ամբողջ թիմը մշտապես հանդես են եկել ամենակարևորագույն գաղափարով՝ հանրային համերաշխություն։ Քարոզարշավը Դավթաշենում առանձնանում է նաև երեխաների հետ շփումով։ Ֆուտբոլի գնդակը հայտնվում է դարպասում 2 անգամ եւ հաշիվն է ոչ ոքի։ Հաղթում է հաշտությունն ու համերաշխությունը։ Առաջարկ Հայաստանի ծրագրի մի մեծ հատվածում էլ առողջ սերունդ ունենալու քայլերն են։ Ինչա, հաղթեց համար 7-ը։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։